որ մարզաշխարհում մեծ ավանդ ունեցած մարզիկների, մարզաշխարհի ջատագովների անուններով X մարզակառույցները, կառույցները անվանակոչել իրենց անուններով, առաջարկները բոլորը արդարեցված են, բայց մենք քանի որ հստակ կարգ չունենք անվանակոչման, մենք խնդրում ենք հաստատել, թույլ տալ, նախագիծը ընդունել, հետ այսու մասնավորեցված որոշումները գոնե նվազեցման հասցնելու նպատակով։ Շնորհակալ եմ, գնահատական հարցեր ունեք։ Համեցեք բամբաբան, կարճ ներողություն եմ խնդրում, հիմնական նպատակը փաստորեն գնահատական մեկ միասնական ըստեյության ստանդարտի վերելն է, հա, եւ կարգը եւ չափորոշիչները հաստատել, այսինքն թիմից որևէ լիազորություն դուրս չի գալիս, պարզապես չափորոշիչներն է նախարարությունը սահմանելու եւ դրա հիման վրա արդեն հավականին շարունակելու է իր որոշումները կայացնել։ Համեցեք բան։ Շնորհակալություն Տիկին Ավագյան, հետևյալ հարցն եմ ուզում տալ, նա ասեցիք, որ բազմաթիվ դիմումներ կան, կուզեի մի քիչ մանրամասնեք ինչ կարգի բնույթի եւ ինչպիսի հետեւություն է արվել, այսինքն գոնե նախնական կա պատկերացումը, թե կարգավորող նորմը մոտավորապես ինչ, եթե չասեմ տեսք, համենայն դեպս բնութագիր է ունենալու։ Շնորհակալություն։ Դիմումները ըստ ներկայացման բովանդակության բազմազան են, բազմաբնույթ են, մենք նաև հայրենիքին նվիրած ծառայությունների մասով ունենք դիմումներ, որ սպորտի ոլորտի հետ իրենց կենսագրությամբ առնչություն չունեն, դիմումներ ունենք, որոնք որ անմիջական կապ ունեն մարզաշխարհի հետ եւ մեծ ավանդ ունեն սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի տարածման գործում, բայց զուգահեռաբար նորից եմ կրկնվելու, չունենք մասնավորեցված նորմատիվային կետեր, որոնցով որ մենք պիտի առաջնորդվենք եւ մասնավորեցված որոշում չկայացնենք։ Համանական ասած ես դուք էլ կարող այնպես ստացվել մեր կյանքը, որ երկուսս սպորտսմեն լինենք, իսկ երկուսս համար էլ հստակ լինի, էլի, թե որ դեպքում է, օրինակ որևէ մանկապատանեկան կուլտուրա եւ սպորտի մասին, այսպես կառույցները կարող է անվանափոխվել իմ կամ ձեր անունով, այսինքն հստակեցումն են։ Հիմա լիազորություն ենք տալիս, որ նախարարությունը սահմանի է չափորոշիչները եւ կարգը։ Մի հարց էլ շնորհակալություն, իսկ մինչ այս անվանակոչված սպորտի հետ որևէ առնչություն ունեցող անձանց անունով կոչվող դպրոցների հետ կապված որևէ բան չի նախատեսելու, այսինքն մենք ընդհանուր առմամբ հարցը քննարկման փուլում է, ոչինչ չենք բացառում իրականում, իսկապես մարդիկ անձինք ովքեր ի նպաստ հայրենիքի ծառայություն են մատուցել եւ ի նպաստ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմամբ իրենց անցած ճանապարհով մասնագիտական կենսագրությամբ ասելիք ունեցել են միջազգային հարթակներում եւս օրինակ միջազգային չափելիությամբ պարզ է օլիմպիական չեմպիոն դարձած մարզիկների կողմից դե բնականաբար սա արդեն անպայման կներգրավվեն որպես անվանակոչվող նորմատիվների մեջ կետերի, զուգահեռաբար, բայց քննարկման փուլում են, այո, չի բացառվում, որ մենք ունենալու ենք ենթակառուցվածքներ, որոնք որ սպորտային աշխարհի հետ թերևս այդքան էլ մեծ ներդրումներ չեն ունեցել, բայց հայրենիքին նվիրված իրենց գործունեությամբ արժան են, որ անվանակոչվի իրենց անունով։ Այլ հարցեր չկան, դուք ավելացնելու բան ունեք, բան չունեք, ելույթներ կան այս մասով, չկան։ Շնորհակալ եմ Տիկին Ավագյան, ես առաջարկություն ունեմ, առաջարկությունը վերաբերում է նաև ըստ էության այս գաղափարը, քանի որ սա նաև գուցե ձեր հարցի որոշակի պատասխան լինի, բան, ամեն դեպքում դա հավաքանու լիազորություն է, եւ եթե անգամ կարիք լինի որևէ բան անվանափոխելու, միևնույն է, այստեղ նախարարությունը պետքա թիմ մարմինների հետ համագործակցելով աշխատի, որ այդ որոշումը հավականիներով անցկացվեն եւ նաեւ դրանից ելնելով մենք կարծում ենք, որ քանի որ թիմերը նաեւ եւ Երևան քաղաքը եւ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները ունեն առանձին իրենց կարգավորող օրենքները, ըստ էության առաջարկս հետեւյալն է, որ այս ձևակերպումը նաեւ տեղայնացվի տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում եւ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում։ Քանի ամբողջությամբ չընթերցեմ, բայց նույն գաղափարն է, այսինքն առաջարկս հետեւյալն է, եթե ձեր կողմից էլ ընդունելի է,
Խնդրեմ քվեարկության դնենք այդ տարբերակով։ Առաջարկը ընդունել եք։ Առաջարկը ընդունելի է։ Հարգելի գործընկերներ, հետևաբար քվեարկության է դրվում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը եւ իմ կողմից ներկայացված օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու տեսքով, ովքեր են կողմ նախագծի ընդունմանը, ում միաձայն, ովքեր են կողմ նախագիծը խորհրդին առաջարկին ներառել առաջիկա նիստերի օրակարգում, կրկին 6 կողմ 2 ձեռնպատ, չէ, ձեռնպատիկ են գալիս։ Շնորհակալ եմ Տիկին Ավագյան, դուք ազատ եք։ Հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք օրակարգի երկրորդ եւ վերջին հարցը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալոսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Այն հանձնաժողովին կներկայացնի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Տարեկան հաղորդումը չի քվեարկում, պարզապես գիտություն լսում ենք։ Համեցեք, ունեք մինչև 20 րոպե բանակ։ Շնորհակալություն, հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, ներկաներ, համաձայն Սահմանադրության 196-րդ հոդվածի հանձնաժողովը մարտի վերջ ներկայացրեց տարեկան հաղորդում ազգային ժողով։ Ես այն որպես հանձնաժողովի նախագահ ներկայացում եմ արդեն 7-րդ անգամ եւ գտնում եմ, որ սա այս ներկայացումը շատ լավ առիթ է մեկ անգամ եւս հնչեցնել այն խնդիրների մասին, որոնք առկա են եւ որոնք մեր կարծիքով արժանի են ձեր ուշադրությանը, ինչպես նաեւ հանրության։ Եվ այդ պատճառով հաշվի առնելով նաեւ ժամանակի սղությունը, կանգ չեմ առնի տարբեր տեղեկատվության, գծապատկերների, վերլուծության դուք կարող եք ծանոթանալ այս մեր տարեկան հաղորդման մեջ, բոլոր այդ տվյալները կան եւ ավելի շատ կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք առկա են այսօր տեսալսողական մեդիայի առջև եւ որոնք իմ կարծիքով արդեն մեր կարծիքով հանձնաժողովի շուտափույթ լուծում են պահանջում։ Մենք 2001, 2002, 2003 թվականների ամփոփող հաղորդումներում նշել ենք դրանց մի մասը եւ վերահաստատելով մեր մոտեցումները ցանկանում եմ շատ կարճ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան եւ որոնք օրենսդրական փոփոխություններ պետք է ենթարկվեն։ Առաջինը եւ ամենակարևորը մենք շատ ենք խոսացել դրա մասին եւ դուք գիտեք այդ խնդիրը, կիսում եք այդ մտահոգությունները, դա կարգավորման շրջանակների ընդլայնումն է եւ կանոնակարգերի ներդաշնակությունը։ Մենք նկատի ունենք ավանդական մեդիան, որը այսօր կարգավորվում է այս կամ այն չափով, դա հանրային մուլտիպլեքսում լիցենզավորված կազմակերպություններն են, դա հեղինակազորված տեսալսողական ծառայություններ մատուցողներն են եւ դա ցանցային օպերատորներն են։ Թվով մոտ 130 իրավաբանական անձ եւ որոնք այսօր արդեն նրանք չեն կազմում տեսլասողական մեդիայի մեծամասնությունը։ Եվ բոլոր չափումների համաձայն եւ աշխարհում եւ Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ այսպես կոչված TV-like հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են եւ այն վտանգները, որը մենք այսօր ունենք, սպառնալիքները կապված եւ տեղեկատվական անվտանգության հետ, եւ լեզվական, եւ երեխաների վրա ազդեցության մոտավոր եւ հոգեկան առողջության, եւ ապատեղեկատվության, եւ ճշտամանքի խոսքի դուք շատ լավ գիտեք, առաջին հերթին գեներացումը համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա
հաղորդացանքն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, հա։ Եվ մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Անպայման չի մշտադիտարկման միջոցով, բայց այն ամենակարևոր նորմերը, որ կան տեսալասողական մեդիայի համար եւ հատկապես 9-րդ հոդվածը պահպանող, որտեղ արգելվում է խտրականությունը, ապատեղեկատվությունը, բռնության եւ պատերազմների, հա, կամ կոչը կամ հրահրումը, դրանք պետք է անպայման նորմ դառնան նաեւ համացանցում գործող տեսալասողական մեդիաների համար։ Սա մեկ, որ մենք շատ դա կարևորում ենք։ Երկրորդը դա ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարն է, հստակ չափանիշների շնորհիվ, որի մասին եւս մի քանի անգամ խոսացել ենք, ցավոք մենք այսօր չունենք նույնիսկ ատելության խոսքի սահմանումը, եւ այդ պատճառով մենք մի քանի անգամ դատարաններում պարտվել ենք մեր իսկ հարուցած գործերը, վճռները, ըստ ՍԵՊԱ-ի պահանջների մենք արդեն պետք է ունենայինք այս տարվա սկիզբ ատելության խոսքի սահմանումը, բայց ցավոք մենք դա դեռ չենք ստացել, դա հանձնաժողովի իրավասություններից դուրս է, երբ որ մենք կստանանք այդ սահմանումը եւ դուք մենք կարող ենք դա իմպլեմենտացնել արդեն մեր օրենսդրության մեջ եւ հստակեցնել եւ կարողանալ ավելի էֆեկտիվ պայքարել ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ։ Երրորդը, որը շատ կարեւոր ենք համարում եւ ինչը գնալով, հա, ցույց է տալի, որ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների, հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է։ Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի, եւ վերջի իրադարձությունները ցույց են տալիս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք, երբ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն, եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին, եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, 2 հեռուստածրագիր մեր հանրային մուլտիպլեքսում, եւ ընդունել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին, ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզներ ցուցադրում, խնդիր էր եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքս լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեղեկատվությունը եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հաշվի առնենք նաեւ, որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտար երկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների մեջ, որոնք բոլորը մեր հետ բարեդրացական հարաբերությունների մեջ են, օրինակ Արևմուտքի եւ Իրանի միջև։ Սա շատ կարճ, նաեւ մենք որևէ ազդեցություն չունենք հանձնաժողովը այն տեսլասողական հաղորդումների վրա, օտար երկրյա, որոնք հեռարձակում են կաբելային օպերատորների ցանցում։ Մեր մոտ այսօր գործում է շատ լիբերալ ազատական մոտեցում, մենք միայն փաստում ենք, որ մենք իգիտություն ենք ընդունում, որ դիստրիբյուտորը վերել է արտերկրից ինչ-որ ծրագիր եւ որևէ լիազորություններ չունենք ստուգել այդ հեռուստածրագրերի բովանդակությունը եւ եթե նույնիսկ վաղը չեմ սոր ինչ-որ հեռուստածրագրեր որոշ են տեղեկատվական լուրջ պատերազմներ տանել Հայաստանի միջև,
Հայաստանի կարգավորող մարմինը որևէ լծակ չունի, որպեսզի կասեցնի այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Մենք մեր նախագծերը, մեր պատկերացումները փոխանցել ենք արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչքան ես գիտեմ, նաև աշխատում են մեր իրավաբանները եւ հանձնաժողովի իրավաբանները, եւ ես կարծում եմ այս խնդիրը շուտով լուծում կստանա եւ հանձնաժողովը իրավունք ունենա ադապտացնել այդ բոլոր ծրագիրը, այսինքն ժամանակ ունենալ ծանոթանալ բովանդակության մեջ եւ եթե այդ հեռուստածրագրերը օտար կարող պարունակեն այն բովանդակությունը, որը խախտում է Հայաստանի օրենսդրությունը, ապա իրավունք ունենանք արգելել այդ հեռուստածրագրերի սփռումը Հայաստանում եւ երկրորդը, եթե արդեն սփռման ընթացքում նրանք խախտեն Հայաստանի օրենքը, նույնպես մենք իրավունք ունենանք կասեցնել եւ արգելել այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Ես կարծում եմ մենք այն կամ փոքր կղզյակներից կամ միայնակ ենք մնացել, որ մենք չենք պաշտպանում մեր տեղեկատվական հարթակները օտար երկրա այդպիսի վնասակար ազդեցություններից։ Սա երկու, որ երկրորդը որ ուզում էի ձեր ուշադրությանը ներկայացնել։ Նաև գիտեք, մենք ջատագովն ենք մի հիմնադրամի ստեղծմանը, որը կօգներ հեռուստաընկերություններին եւ գնել եւ արտադրել հանրօգուտ բովանդակություն եւ կարծես այդ ֆոնդի ստեղծումը իր վերջնակետին է գալիս, կառավարությունում 3 նույնիսկ էլի քննարկումներ կար, միայն խնդիրը, որ տարաձայնությունները առաջացնում դա ֆինանսավորման աղբյուրներն են այդ հիմնադրամի եւ երբ որ հիմնադրամը գործի, ինքը կփորձի օժանդակել հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը կամ գնմանը, ինչը կթեթևացնի եւ հեռուստաընկերությունների շատ ծանր ֆինանսական վիճակը եւ կնպաստի, որպեսզի աճի մշակութային, սպորտային, կրթական հաղորդումների քանակը մեր կոմերցիոն հեռուստաընկերություններում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որը քննարկում է եւ լուծում չի ստանում, դա սեփականատերի եւ ֆինանսական թափանցիկությունն է հեռարձակողների եւ այս վերջերս Եվրոխորհրդարանի նախարարների կոմիտեն արդեն համապատասխան դիրեկտիվա ընդունել եւ իրենց հանձնարարականը իջեցրել անդամ պետություններին նաեւ Հայաստանում մենք հույս ունենք որ դա խթան կհանդիսանա եւ մեզ մոտ շատ շուտ ընդունեն այդ օրենքը եւ ինչը մենք շատ ենք կարևորում որովհետեւ այդ թափանցիկությունը եթե Հայաստանի հասարակությունը շատ լավ քաջատեղյակ լինի ինչ քաղաքական ուժերին է պատկանում այդ հեռուստաընկերությունը, ինչ ֆինանսատնտեսական խմբավորումներին է պատկանում, ինքը կարողանա, դե բոլորը գիտեն, բայց դրա իրավական կարգավորումներն են պետք, եւ դրանով մենք կարողանանք արդեն հասարակությունը ինքնակարգավորման միջոցով ազդել այդ հեռուստաընկերությունների գործունեության վրա։ Սա է, այսինքն ամենակարևոր խնդիրներն է, ես կարծում եմ, որը պետք է մենք դրա վրա ուշադրություն դարձնենք, մնացածը նորից եմ կրկնում, մեր տարեկան հաղորդման մեջ կա եւ նաեւ մենք մի շատ լուրջ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ այս պայմաններում, երբ որ մեծամասամբ տեղեկատվական հոսքերը տեղափոխվել են համացանց, որպեսզի հանրային մուլտիպլեքսում կարողանան նորմալ մրցակցել, նորմալ բիզնես նախագծեր իրականացնել եւ գումար աշխատել հեռուստաընկերությունները, մենք կարծում ենք կարելի է նաեւ դիտարկել հանրային մուլտիպլեքսում սլոթերի քանակի կրճատումը, որովհետեւ ավելի լավ ունենալ 2-3 լավ հեռուստաընկերություն, պինդ, լավ փողեր աշխատող, հստակ վերահսկողության տակ, բովանդակություն արտադրող, քան տասնյակ հեռուստաընկերություններ, որոնք որևէ նորմալ բովանդակություն չեն պարունակում, օրինակ մենք ունենք 7 կոմերցիոն հեռուստածրագրեր, որոնք ունեն մայրաքաղաքային ծածկույթ, մենք կարծում ենք, որ մայրաքաղաքային ծածկույթի համար այդպիսի շատ հեռուստածրագրեր անհրաժեշտ չեն, որովհետև ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք տենդենսը նվազեցնել հեռուստածրագրերի քանակը հանրային մուլտիպլեքսում եւ միաժամանակ բարձրացնել իրենց բովանդակության որակը։ Սա է ուզում ասել, որ մենք կարող ենք այդ մասին խոսալ
մենք շատ լավ հասկանում ենք, որ այս բոլոր խնդիրները շատ մասնագիտացված են եւ հասարակության ուշադրությունից դուրս են, առաջնություն հասարակությունը չի համարում։ Մենք մեծ ողջավորությամբ անցյալ տարի առցանց դիմում բողոքների մոդել մտցրեցինք մեր մոտ եւ կայքում կարմիր կոճակ ենք անունը դրել։ Ցանկացած մարդ կարող է առցանց 2 երկրորդ մեջ իր բողոքը գրի, իր առաջարկությունները եւ այլն։ 5 ամիս գործում է դա, մենք ստացել ենք ընդամենը 6 բողոք առցանց, որոնցից 4-ը վերաբերելի չի մեր հանձնաժողովին, այսինքն ոչ մեկին մենք տեսեք, մենք բողոքում ենք, չէ, բոլորս անորակ բովանդակությունից, չարությունից, ատելության խոսքից, անորակից, բայց մենք որևէ բողոքներ չենք ստանում եւ մեր հաղորդման մեջ կա 95% ավել վարչական վարույթները այս կամ այն խախտումների համար մենք նախաձեռնել ենք մեր մոնիտորինգի արդյունքներով։ Բողոքների այնինչ ամբողջ աշխարհում հասարակության միջոցով է դա արվում, օրինակ մի շարք երկրներում եվրոպական, նույն Բելգիայում կամ Շվեյցարիում, գործում է միայն բողոքի ինստիտուտը, այսինքն այնտեղի կարգավորող մարմինները մշտադիտարկմամբ չեն զբաղվում։ Մենք երբ կհասնենք դրան չգիտեմ, բայց դա էլ ճիշտ ասած մի քիչ հիասթափեցնող խնդիր է։ Ինչքան ունեմ ժամանակ։ Ես շատ կարճ, ես նաև այստեղ լավ, շատ կարճ, տեսեք, ես նաև շատ է ուզում ձեր ուշադրությանը դարձնել ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների դրականի մասին չեմ խոսա, բացասական հետևանքների մասին։ Տեսեք, մի օրինակ միայն բերեմ, որովհետև հաջորդ տարի սպասում են համապետական ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ ըստ անտրական օրենսգրքի, որի դեմ մենք պայքարեցինք, բայց ինչպես միշտ մեր կարծիքը հաշվի չառան, բոլոր յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է անվճար 25 րոպե տրամադրի յուրաքանչյուր կուսակցությանը։ Այսինքն անկախ հեռուստաընկերությունը, որի վրա տասնյակ սահմանափակումներ են դրած, որոնք կոշտ բանի տակ են վերահսկողության, նրանք պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անեն։ Մենք հաշվեցինք, որ մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին, մարզերում հանրապետական ծածկույթի եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ ստացվում է, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն որ 550 րոպե պիտի տրամադրի կուսակցությունների։ Դա նշանակում է, որ հեռուստաընկերությունները կզրկվեն 22-ը բազմապատկեցի 25 րոպեի, եւ 22 կուսակցությունա մասնակցել։ Չէ, 27 մասնակցում է, դա հաշվի առ։ Չէ, 22 բան են մասնակցում, 22 հեռուստաընկերություն կա։ 22-ը բազմապատկենք 25-ի, հետո երբ որ օրինակի համար 10 կուսակցություն եթե մասնակցի, ոչ պակաս հանրապետական բաները, կլինի 5500 րոպե կամ 91 ժամ։ Ամբողջը միասին։ 91 ժամ։ 91 ժամ առաջինը մենք հնարավորություն չենք տալի հեռուստաընկերություններ գոնե այդ ժամանակ ինչ որ փոքր գումար աշխատել, երկրորդը, եթե մենք վերցնենք բանի շահերը, իսկ անվճարը բոլորը կօգտվեն անվճարից, անկախ իրենց ֆինանսական ռեսուրսների ճանաչելությունից, կստացվի, որ մենք պարտադրում ենք մեր հանրությանը բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն ինքը չի ուզում դիտել։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ Ռուսաստանում զվարճանքի կանալները, սպորտի կանալները եւ երաժշտական կանալները այդպիսի ֆունկցիա չունեն։ Մեր մոտ ստացվում է, որ FAST-ը, որը սպորտը ներկայացնում, ստացվում որ 21 TV-ին նրանք անպայման պետք է հեռարձակել քաղաքական բովանդակություն, ինչը մեր համար մի քիչ եւ անհասկանալի է եւ անընդունելի։ Ես չգիտեմ դա ոնց է կարելի անել, բայց դա չէ, կարելի է ընդլայնել աս լավ փորձը եւ օրինակ ցանկացած բենզակալունկայի պարտադրել ընտրություններից առաջ մի տոննա բենզին տա ամեն մի հեռուստաբանին, ամեն մի կուսակցությանը, դա նույն ոճից է, նույն սկզբունքով է, տենց է ստացվում, այսինքն սա օրինակ, չգիտեմ, մարդիկ էին, որոնք կուսակցության շահերն էին պաշտպանում, քաղաքական միավորների եւ անտեսեցին եւ հանրային շահը եւ մեր մեդիաների շահը գոնե այդ պարագայում մի քիչ գումարներ աշխատել, սա մեկ, երկրորդը տեսեք, մի անգամ ասել եմ, նորից եմ ուզում կրկնեմ, որտեվ սա կարծում եմ փոփոխության
կարիք ունի մանկական հաղորդումների մուլտերի ուղեկցությունը սուրդո թարգմանության միջոցով, գիտեք շատ լավ, հա։ Եվ էլի շատ լավ նպատակ էր, բայց հաշվի առնելով եւ գումարը, որ պետք է ծախսվի դրա վրա եւ մասնագետների պակասը, հա, ստացվեց, որ մենք թվերը մի հատ էլի չհիշում, հագից մոտ է 34 36-34 մենք տեսեք, հա, մենք եթե 2003 թվականին միջև որ ինքի ընդունելը բոլոր հեռուստաընկերությունը ցույց են տվել միասին 138 անվանում մուլտֆիլմ պատտվում են, ապա անցյալ տարի 24 թվականին ընդամենը 43 մուլտֆիլմ, այսինքն այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ուզում օրենք խախտեն, հա, նրանք ընդհանրապես մուլտֆիլմեր սկսեցին ցույց չտալ։ Երկրորդը մենք խոսացինք հոգեբանների հետ, նրանք էլ ասում են երեխաների համար սուրդոպերևոդը սխալ է, ճիշտը սուբտիտրներն են, հա։ Ինչի համար, որ ինքը սկսի, հա, ինքը սկսի կարդալ, ինքը սովորի բանին, հայերեն տեքստերին, ոչ թե լսի, այսինքն լսելը իր կարդալու ցանկություն ունակությունը իջեցնում է, հա, սա էլ է խնդիր, այսինքն ես կարծում եմ, մենք կարծում ենք, հա, ինչ-որ տարիքից հետո են տարեր սկսում։ հա, բայց տեսեք, միջև 6-7 տարեկան, հա, միջև այդ լավ չեն խոսում կամ, ի վերջո չէ, երեխաները 6-7 տարեկանից պիտի սովորեն 6 տարեկանից կարդալ, մուլտերը 2-3 տարեկանների համար չեն մեծ մասամբ, իսկ 2-3 տարեկան երեխաների համար մուլտերը նրանք բան են, առանց տեքստերի են, նրանք ընդամենը բովանդակություն է, երաժշտություն է, հա, տասնյակ այդպիսի մուլտեր կան, մաշին կան, շարժումներ են, այդ առումով ստեղ էլ նույնիսկ մտածելու բան ունենք, սա երկրորդը, հա, ես 7 հատ այդպիսի բան էի առանձնացրել, բայց քանի որ ժամանակը քիչ է, մնացածը եթե հետաքրքիր լինի կշարունակեմ, շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, անվճար եթերաժամանակը դուք որպես բացասական նշեցիք, բայց մենք կարծում ենք չէ դա դրական է, որտեվ պետքա կուսակցությունները անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն ունենան ու հաշվեցի, եթե դա արտահերճի 28 օր է տևում քարոզարշավը 25 րոպեն օրական 53 վայրկյան ընդամենը եթեր տալ այդ հեռուստաընկերության համար չեմ կարծում մեծ խնդիր այլ ամեն 53 րոպե 10-20-30,000 դրամ 53 վայրկյան 25 րոպե 28 օրով 53 վայրկյան ընդամենը մի օրվա մեջ թող ցանկացած կուսակցության անվճար եթերաժամ տանելի մեծ դա այդ մեկին բոլոր ծրագրերը դե որպես կանոն ոնց է եթե սպորտային չի, այդտեղ կարող խնդիր լինի։ Ասենք օրվա մեջ 4 անգամ լրատվական է գնում։ Բայց դա բաժանում են էլի, այսինքն կուսակցական գործիչների ցերեկվա ժամին սկզբում 5 այս կուսակցությանն են դնում, հետո երեկոյան էս, հետո ասենց ռոտացիայով փոխում են, դա ՌՀ-ն ու թե դուք չեք ստուգում, չեք ԿՀ-ն ստուգում, տեսնի հավասարությունը։ Չգիտեմ, ինձ թվում է 25 րոպեն շատ չի։ Այլ բանը հա, որ տենց շատ են մասնակցում, նախորդ ընտրություններին 27 ուժեր մասնակցում այդ մի քիչ մեծ է, այստեղ մի հատ ուրիշ խնդիր կար, ես հիշում եմ, որ հեռուստաընկերություններն էին շատ ժամանակ գրում մեզ եւ ասում էին, որ մենք ուզում ենք լուսաբանենք, բայց այս կուսակցությունները ոչ մի բան չեն անում, ոնց քարոզարշավ ունեն, ոչ էլ կամ, չգիտեմ, մի հատ առաջին օրն են անում, հետո չկա, ասում եմ, ոչ կուսակցության գրասենյակ կա, ոչ մարդ կա, ասում եմ, չգիտենք ինչ լուսաբանենք, այստեղ խնդիր է էլի եւ հետո երբ որ չեն անում, ստացվում է մի քիչ խնդիր կար առաջանա։ Ներեք մենք այդ խնդիրը լուծել ենք մեր մեթոդաբանությամբ, որ արժանացավ եւ նաեւ եվրոպական դիտորդների դրական գնահատականին, մենք մեխանիկական հավասարություն չենք պահանջում ոչ մի անգամ։ Մենք ասում ենք, օրինակի համար մի կուսակցությունը շատ ակտիվ է վարում իր, հա, քարոզարշավը, մյուսը ոչ, գնում են շտաբ եւ բանա կողպեքի վրա է այդ դուրը, մենք պահանջում ենք ընդամենը դա արձանագրել, արձանագրությունները մեր ներկայացնել եւ այդ առումով մենք մեխանիկական հավասարություն իսկապես չենք պահանջում, այդ առումով հեռուստաընկերությունները ազատ են եւ դա հնարավոր չի ընդհանրապես այդտեղ խտրականություն կլիներ այն կուսակցություններին, որոնք գրեթե չեն մասնակցում կամ այլ նպատակներ ունեն եւ այն կուսակցությունները, որ իսկապես քաղաքական միավոր է, իրանց մեջ անհավասարություն կլիներ, եթե հավասար բաժանեն եւ մեր մեթոդաբանությունը արդեն 7 տարին գործում է եւ որևէ մեկի կողմից, հա, բան չի քննադատվել այսպես Շնորհակալ եմ, հարցեր գնանք հերթով, Տիկին Ղազարյան դուք, հետո պարոն Բաբայան, հետո դուք Տիկին Գալստյան։
Շնորհակալություն պարոն Հակոբյան, շնորհակալություն պարոն Գաբրիելյան, մի հատ վարման կարգի վերաբերյալ հարց ունեմ, եթե հարցեր ունեմ բոլոր միանգամից տամ, տարբեր ժանրերից, այսպես ասած, թե Եթե շատ են ուզում եք, ըստ իրավիճակի, եթե կարծում եք կարճ պատասխաններ են, կարող եք տալ պատասխան։ Այնպես արեք, որ հարց ու պատասխան ամեն մեկս մի 5 րոպեի մեջ տեղավորվում է։ Լավ, պարոն Հակոբյան, մի քանի հարց ունեմ, նախ այս վերջի նախընտրական շրջանի հետ կապված հանրայինի հետ կապված արձագանքներ կային անհավասար լուսաբանման կարծես թե ուզում եմ հասկանամ դուք ինչ հարաբերություններ ունեք, հա ինչ հարաբերություններ ունեք հանրայինի այդ մշտադիտարկման հետ եւ արդյոք իրավասու եք արձագանքել, որ ասեմ ինչի մասին են տեխնոլոգիաները արձագանքում։ Շատ բարի, ուրեմն հանրայինի հետ կապված թե բանավեճի, թե նախաքարոզարշավային փուլի հետ կապված տեխնատուները մտահոգություններ էին բարձրացնում, որ նախաքարոզարշավային փուլում տեխնատուներից մեկը, որը ոնց որ ԿՀ-ով դեռևս գրանցված չէր, բայց ինքնահայտարարված էր որպես տեխնատու ավելի շատ էր լուսաբանվում եւ բանավեճի ժամանակ էլ տեխնատուները ահազանգում էին, որ անհամաչափ աշխատել ժամանակով ով շատ ագորգորած էր, նա ավելի շատ ժամանակ է նվաճել։ Հիմա կխնդրեմ այս երկու հարցին արձագանքեք եւ ինչ դիտարկումներ կամ առաջարկներ ունեք համաձայն եք արդյոք զուտ բանավեճի առումով եւ ընտրական օրենսգիրքը եւ մեր տեսլասխական մեդիայի օրենքը չի սահմանում ինքը բանավեճի ժամանակ, հա ինքը հավասար դիլնի, բայց որևէ բան հա հստակ հայցակարգ չկա։ Ընդհանրապես ասում է, որ պետք է մեկից գոնե մեկ բանավեճ լինի եւ որը պետք է տիվի 2 ժամից ավելի ինչ որ տես բան կա, մնացած չկա, բայց ես ձեզ թվերը բերեմ, մենք արդեն մեր եզրակացությունը հրապարակել ենք մի քանի օր առաջ, ես խորհուրդ կտայի ծանոթանալ շատ հետաքրքիր թվեր են, շատ հետաքրքիր, որը ցույց է տալիս բանավեճից էլի դուրս գամ, որ ամենահավասար պայմանները բոլոր կուսակցություններին հատկացրել է հանրային հեռուստաընկերությունը։ Դա շատ հետաքրքիր է։ Եվ ես ձեզ ասեմ, որ լուրերում եւ այլ հասարակական հաղորդումներում այլ մի կուսակցություն ընդդիմադիր ինքը ավելի շատ տեղ է զբաղեցրել հանրային հեռուստաընկերությունում, քան ձեր քաղաքացիական պայմանագիրը։ Երկրորդ, հա, վերջացնեմ, որ ինքը ամբողջական լինի, որտեղ դա կարդալուց բավականին հետաքրքիր է։ Նաեւ կոմերցիոն ընդհանրապես ծավալը գովազդի էլի մեկ ընդդիմադիր կուսակցություն 2 անգամ շատ ավելի գովազդային ժամանակ ունեցել բոլոր հեռուստաընկերություններում, որոնք մասնակցել են քարոզարշավին, հա, քան էլի կառավարող կուսակցությունը 2 անգամ ավել։ Այսինքն այստեղ իսկ եթե վերցնում ենք բոլոր հեռուստաընկերությունները, որտեղ ես 30 տարի արդեն ասում եմ, շիզոֆրենիա, երբ որ մի քանի կարծիք կա մի գլխում։ Մի ընկերությունը հեռուստա ավելի շատ աջակցում է մյուսին, այսինքն մի քիչ ավելի շատ ժամանակ է տալիս, երկրորդին, երբ որ մենք նայում ենք համագումարը, բոլոր հեռուստաընկերությունների տված այդ հասարակական քաղաքական բովանդակության նախընտրական, քիչ թե շատ հավասար է, նաև ինքը արտացոլում է, հա, այդ քաղաքական ուժերի ակտիվությունը։ Այդ քաղաքական օրինակի չեմ ուզում էլի անուններ տալ, դուք որ ծանոթանաք ինքը բավականին եւ դա ցույց է տալի արդեն 5-րդ կամ 6-րդ տարին, որ այնուամենայնիվ հեռուստաընկերությունները, որոնք հանձնաժողովի կարգավորման տակ են, նրանք օրենսդրությունը պահպանում են եւ փորձում են հավասարությունը ապահովել։ Այն հեռուստաընկերությունները, հեռուստանման կամ հարթակները, որոնք առավոտից պրոպագանդայով է զբաղվում, իրանց է պետք կարգ բերել, որ եթե մենք ուզում ենք իսկապես հավասարակշռել բոլոր կուսակցությունների մասնակցությունը ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է, որ ինքն առաջադրվել էր եւ սկսել էր միջև նախընտրական շրջան։ Այստեղ մենք որևէ լիազորություններ չունենք։ Տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ կան։ Օրինակ, ինչ որ հավասարության կամ քաղաքական գովազդի մասին սահմանումները նույն Ֆրանսիայում գործում են կլոր տարի, անկախ ընտրությունների անցկացումից։ Մեկ այլ երկրում չեմ հիշում, այդ կարգավորումները սկսում են 3 ամիս առաջ։ Տեղ կա, որ ընտրությունները
հայտարարելուց կենտրոնական դրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների մեկնարկի մասին, բանը դրեց 3 ամիս առաջ, չգիտեմ եւ լիցենզավորված եւ հեղինակազորված տեսահրաշքական ծառայություն մատուցողները փորձում են իրավական բանը պաշտպանել երկարաստացում ռադիոները եւ տելեները, հա, նրանք արդեն կարգավորման տակ են։ Երկրներ կան, որ ընտրություններից հետո եւս 1 ամիս հա շարունակվում են հա կոշտ կարգավորումները այդ առումով մեր մոտ ընդամենը մենք լիազորություններ ունենք այդ 28 օր հերթական ընտրությունների ժամանակ եւ 14 օր արտահերթ ընտրությունների ժամանակ այստեղ մենք անզոր ենք այսպես ասեմ Մի միջանկյալ հարցան, բայց պարոն Գաբրիելյան, չեմ կարող ես նենց վերահսկել, որ հարցը պատասխանը համատեղ 5 րոպե լինի։ Կարող նենց անե, որ իմ հարցերը իրար հետ 3 րոպե դառնան վերջում։ Մի տենց փոքրիկ հարցրա հետ կապված, դուք խնդիր տեսնում եք նրա հետ կապված, որ տեխնատուներից 2-ի հարցազրույցը բանավեճից հետո է եղել, կարծեմ Մարտուն Գրիգորյանն ու Սարիկ Մինասյանինը, իսկ մնացածինը բանավեճից առաջ, այսինքն սրա հետ կապված ինչ որ խնդիր կա եւ արդյոք սրա հետ կապված կարծեմ վիճակահանություն չկա եւ պետք է արդյոք դա լուծում կլինի։ Տեսեք, ավելի բան պատասխանենք, ընդհանուր մենք չենք տեսնում հանձնաժողովում որևէ խնդիր, որը օրենքի շրջանակներում, հա, մնացածի։ Լավ, հասկացա։ Մյուս հարցը, որ ուզում եմ տալ, ասում եք, որ ատելության խոսքը, ատելության հրահրումը չեք կարողանում հավուր պատշաճի հասցեագրել, երբ որ TV-ներից հեռուստատեսությունից եք լսում։ Մի հատ դրա հետ կապված հետ կգամ հարց կտամ, բայց սա ուզում եմ կապել ձերեն առաջի բանի հետ, որ դուք ուզում եք հավելյալ ուրեմն TV-ի նման, TV-like ինտերնետ ալիքներ կարգավորեք կամ մոնիթորինգ անեք կամ վերահսկեք, եթե չի ստացվում ատելության խոսքի հետ կապված խնդիրները հասցեագրել հեռուստատեսություններում։ Հիմա ինչ տարբերություն, որ եւս 40 մեդիա տանք ու վերահսկի այս հանձնաժողովը ու չկարողանա եւս 40-ի խնդիրը հասցեագրել։ Ձեր հարցը երկու մասով բացատրեմ։ Ամեն դեպքում առավել մեծ տարբերություն կա հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների բովանդակությամբ, որոնք վերահսկվում են եւ ոչ։ Կոշտ քննադատությունը մենք չենք բանանում, նույնացնում ատելության խոսքի հետ։ Ատելության խոսք հանրային մուլտիպլեքսում գրեթե չի հնչում։ Շատ կոշտ քննադատություն ատելության խոսքը հնչում է մենակ այն հարթակներում, որոնք չեն վերահսկվում։ Եթե նրանք սկսեն վերահսկվելը եւ պարտադիր չի հանձնաժողովի կողմից։ Մենք խոսում ենք վերահսկողության ինստիտուտի մասին, ապա նրանք ստիպված կլինեն այդ կանոնները պահպանել քիչ թե շատ։ Սա է։ Մենք հետևում ենք բաներին, հա, նույնիսկ եթե ատելության խոսքը չկա, մենք գտնում ենք ձևերը որպես գտնում ենք ավելի շատ ձևերը, որպեսի պատժենք։ Մենք ասում ենք դա բացասականացնում է երեխաների վրա, եթե այդ բանն են, հա, ցերեկն են ցույց տալիս, սա ազդում է սրա վրա, այնտեղ քրեական ենթամշակույթ կա, այսինքն փորձում ենք ձևերը գտնել, բայց հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները եւ ոչ միայն, նաեւ օրինակ հեղինակազորված մի քանի մենք կազմակերպություն ունենք, Ազատություն ռադիոկայանը, Երկիր մեդիան, երկուսը նրանք բավականին նվազեցրած են, որտեղ գիտեն վերահսկողության տակ են։ Այսինքն ինքը օգուտ կբերի, Տիկին Ղազարյան, եթե ձեզ հարցին պատասխանեմ։ Ես ուզում եմ դուք փորձեք նկարագրել, որովհետև ես լավ չեմ հասկանում այն դեպքերը, երբ որ դուք ատելության խոսքով բան եք արել, դիմել եք դատարան, երբ է դա եղել կամ ինչ որ այլ բանի, երբ է եղել, ինչ դրվագով կապված եւ ոնց է եղել, որ կրվել եք